Միացյալ Նահանգների նախագահը հերքել է լուրերը, թե Վաշինգտոնը փորձում է Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանին, քննարկելու բալիստիկ եւ միջուկային ծրագրերը։ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի առաջարկում Իրանին, ապա վերահաստատել պնդումը, թե լիովին ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը հաջորդում է ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, թե Իրանին բանակցությունների վերադարձնելու համար ԱՄՆ-ն մտադիր է վերացնել պատժամիջոցների մի մասը եւ Իրանին հասանելիություն տրամադրել սառեցված գումարներից $30 միլիարդ, որը Թեհրանը պետք է օգտագործի էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Իրանի փոխարտգործնախարարն էլ BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թրամփի վարչակազմը Իրանին բանակցությունների վերադարձնել փորձում է միջնորդների միջոցով։ Մաջիդ Թախտ Ռավանչին նշել էր, որ ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա որևէ հարձակում, եթե ցանկանում է վերսկսել բանակցությունները, սակայն Վաշինգտոնը ըստ նրա նման երաշխիք դեռ չի տվել։ I'm telling you that we have not agreed to any date. Մենք չենք համաձայնել հանդիպման ամսաթվի ձևաչափի շուրջ։ Հիմա ձգտում ենք ստանալ հարցի պատասխանը, արդյոք ականատես կլինենք ագրեսիայի կրկնության, ինչ երկխոսում ենք։ A repetition of an act of aggression while we are engaging in dialogue. Իրանցի պաշտոնյան նաև ասել է, որ հնարավոր բանակցությունների ժամանակ կպնդեն, որ Իրանը պետք է խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու հնարավորություն ունենա։ Մինչ Թրամփը վերահաստատում է, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած Ֆորդոյի, Նաթանզի եւ Սպահանի օբյեկտներին հասցված հարվածները հետ են գցել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն հնարավոր չէ պնդել, թե ամեն ինչ ոչնչացվել է։ Բացի դրանից, ըստ Ռաֆայել Գրոսիի, Իրանն ունի միջուկային հարստացման համար անհրաժեշտ գիտելիքներ ու տեխնոլոգիաները եւ իր միջուկային ծրագիրը կարող է վերսկսել մի քանի ամսում։ There is also the self-evident. Կա նաև ինքնին ակնհայտ ճշմարտություն, որ Իրանն ունի այդ գիտելիքները, արդյունաբերական հզորությունները։ Իրանն ունի բարձր մակարդակի տեխնոլոգիական զարգացվածություն միջուկային ոլորտում։ Ֆրանսիայի նախագահը Կիրակի իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո սոցցանցում գրել է, որ իր ուղերձը Թեհրանին եղել է հստակ՝ վերադառնալ բանակցություններին եւ քննարկել բալիստիկ եւ միջուկային ծրագրերը, նաեւ վերականգնել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը, որից Իրանը հրաժարվել է անցած շաբաթ, հայտարարելով, որ այն չի դատապարտել իր միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները։ Իրանի նախագահն էլ ըստ ԻՌՆԱ-ի ասել է, որ գործակալության երկակի չափանիշները շատ խնդիրներ են ստեղծել տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակն Արդին ասել է, այս պարագայում չի կարելի Իրանից ակնկալել, որ պահպանի գործակալության հետ համագործակցությունը եւ ապահովի նրա տեսուչների անվտանգությունը։ Էսմայիլ Բաղային նշել է դժգոհ են Ռաֆայել Գրոսիից։ Մենք խիստ դժգոհ ենք գործակալության գլխավոր տնօրենի դիրքորոշումներից եւ գործողություններից եւ կարծում ենք, որ նա չի գործել գլխավոր տնօրենի պաշտոնում իր տեխնիկական պարտականությունների եւ պատասխանատվության շրջանակում։ فنی خودش به عنوان مدیر کل آژانس عمل نکرده. Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան այս հայտարարությունը համարել են սպառնալիք եւ դատապարտել այն Իրանին կոչանելով ապահովել գործակալության աշխատակիցների անվտանգությունը։ Այս ֆոնին բացառիկ կադրեր են հրապարակվել Թեհրանի Էվին բանտից, որին Իսրայելը հարվածել էր հունիսի 23-ին։ Նոր կադրերը վկայում են լայնածավալ ավերածությունների մասին։ Իրանը հաղորդում է, որ առնվազն 71 մարդ է սպանվել այդ հարձակման հետևանքով։ Իսրայելի հարձակման առաջին օրերին իրանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շախմանին, սակայն ավելի ուշ հերքեցին դա հաղորդելով, որ նա ծանր վիրավորվել է։ Շախմանին, որն այժմ քայլում է ձեռնափայտով, առաջին հարցազրույցն է տվել, որում մանրամասներ է ներկայացրել հարձակման պահից։ Հեռախոսս գետնին էր մի փոքր հեռու, իսկ ընտանիքս քնած էր հարևան սենյակում։ Ես եւս քնած էի, բայց քանի որ աղոթքի ժամն էր, արթնանում էի։ Ամբողջ սենյակը փլուզվեց եւ շատ բեկորներ ընկան ինձ վրա։ 3 ժամ մնացի փլատակներում։ Մինչ Իրանը փորձում է ուշքի գալ 12-օրյա պատերազմից, որի հետևանքով զոհերի թիվը երկրում գերազանցել է 900-ը, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ պատերազմում տարած հաղթանակը նոր հնարավորություններ է ստեղծել Իսրայելի համար, այդ թվում Գազայից իսրայելցի պատանդներին վերադարձնելու առումով, որոնք այնտեղ հայտնվել էին 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա պաղեստինցիների հարձակման ժամանակ։ Իհարկե, մենք պետք է լուծենք նաև Գազայի հարցը, հաղթենք Համասին, բայց հավատում եմ, որ կիրականացնենք երկու առաքելություններն էլ։ Դրանից զատ բացվում են լայն տարածաշրջանային հնարավորություններ։ Վաշինգտոնում այսօր նախատեսված են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների բանակցությունները, սակայն մինչ այդ Իսրայելի զինուժը հարվածել է Գազային, կա 58 զոհ։